Իշխանությունները պետական բյուջեից ավելի քան 20 միլիոն դրամ են հատկացրել այսօր քաղաքացու օրվան նվիրված տարբեր միջոցառումներ իրականացնելու համար։ Մայրաքաղաքի Ամիրյան փողոցը ամբողջությամբ փակ է երթևեկության համար, այնտեղ խորոված փարթի է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադառնալով այն քննադատություններին, թե անընդունելի է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ օրը նմանատիպ մեծամասշտաբ միջոցառումներ անել, նշել է, որ ինքը որևէ խնդիր չի տեսնում։ Տարբերությունը նա է, որ 3 Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է, այսօր էլ քաղաքացու օրն է։ Ներողություն եմ խնդրում։ Ես երեք եղել եմ Ծիծեռնակաբերդում ու ոգեկոչել ենք մեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այսօր էլ մեր ժողովրդի հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց հետ նշում եմ քաղաքացու օրը։ Այս է տարբերությունը։ Տարբերությունն է, որ մենք մեր ժողովրդին չենք ուզում բան անենք, ասենք, երբ որ պետքա ոգեկոչենք հիշատակը, հիշատակում ենք, երբ որ պետքա տոնենք հազարավոր մարդկանց հետ, տոնում ենք։ Օրվա ավարտին Հանրապետության հրապարակում նախատեսվում է մեծ համերգ, որին մասնակցելու են արտասահմանից հրավիրված մի շարք հայտնի աստղեր։ Նախատեսվում է, որ Նիկոլ Փաշինյանը իր վարչաբենդի հետ ևս ելույթ է ունենալու։ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ապրիլ 24-յան ուղերձ է հղել, նշելով, որ հայ լինելը մեծապես ազդել է իր աշխարհընկալման վրա։ Մեջբերում այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայ լինելը իմ էության եւ դաստիարակության մասն է կազմում։ Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր եւ այն խորացրեց իմ կապն արմատներիս հետ այնպես, ինչպես ես ամեն օր կրում եմ ինձ հետ։ Այսօր ես աղոթում եմ հայ համայնքի եւ աշխարհի բոլոր տառապողների համար, որպեսզի նրանց կյանքը պաշտպանված լինի, նրանց ձայնը լսելի լինի եւ նրանց ցավը չանտեսվի։ Մեջբերման ավարտը։ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ի իր էջում։ Մեջբերում մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության ձեռքով ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի եւ Հայաստանի տարածքում սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակին։ Մենք պետք է թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի, գրել է Նյու Յորքի քաղաքապետը։ 2020 թվականին Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի, շարունակելով ցեղասպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ, եզրափակել է Զոհրան Մամդանին։ Il y a 111 années, dans la douceur d'Erevan, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն ելույթ է ունեցել Մարսելում, որտեղ ընդգծել է Ֆրանսիայի մշտական աջակցությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Նա ընդգծել է, որ ավելի քան 58,000 հայ փախստականներ են ժամանել Մարսելի նավահանգիստ ցեղասպանության ժամանակ, իսկ նրանց զավակները շարունակում են ապրել այնտեղ մինչ օրս։ Մեջբերում Հայաստանը գոյատևել է եւ կգոյատևի։ Ֆրանսիան միշտ նրա կողքին է։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին թե դիվանագիտական, թե ռազմական առումով։ Մենք անընդհատ տրամադրում ենք զենքեր Հայաստանին ապահովելու նրա ինքնապաշտպանությունը, իսկ ֆրանսիացի զինվորներն օգնում են հայկական բանակին Հայաստանում։ Ֆրանսիայի վարչապետը շեշտել է. մեջբերում բարեկամ երկրի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ։ Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, որը ավելի շատ հայտնի է որպես Տատիկ Պապիկ, հայտնվել է ոչնչացման եզրին, ահազանգել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ Համացանցում բազմաթիվ ադրբեջանցի օգտատերեր սպառնում են, թե իբր սա ապրիլի 23-ին Թուրքիայի դրոշն այրելու պատասխանն է, իսկ նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարությունն էր հայտարարություն տարածել, պահանջելով Հայաստանի իշխանություններից պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշն այրած անձանց։ Սա Ադրբեջանից հնչող բացահայտ սպառնալիք է։ Իդեպ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը մեր մշակութային արժեքներն օգտագործում է որպես զենք։ Հենց նույն Տատիկ Պապիկի արձանը 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո ենթարկվել է վանդալիզմի։ Օրերս էլ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եւ Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցիները։ Այս հանգամանքը հիմնավոր մտահոգություն է առաջացնում, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը կանգնած է նույն ճակատագրի առջև։
Ուժեղ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության այլ անդամներ հանդիպել են Պահեստազորի սպաների միության անդամների հետ։ Հանդիպան ընթացքում Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է ամենաանհույս իրավիճակներում միավորվելու իր ունակությունը, ինչի վառօրինակը հենց Պահեստազորի սպաներն են ու նրանց կերտած հաղթանակները։ Կարապետյանի խոսքով հաջողության հասնելը հնարավոր է միայն համախմբման ու միասնական ջանքերի շնորհիվ, ինչն էլ հիմք կհանդիսանա հզոր, խաղաղ ու կայուն Հայաստանի ապագայի կերտման համար։ Պակիստանյան լրատվամիջոցները հայտնել են, որ այս պահին հանդիպել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Ասիմ Մունիրին։ Ժամեր առաջ է Իրանի արտգործնախարարը ժամանել Պակիստանի մայրաքաղաք ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների նպատակով։ Այս անգամ սակայն ամերիկյան կողմում կբացակայի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես փոխանցել են միջազգային լրատվամիջոցները, Վենսը հայտնել է, որ բանակցությունների չմասնակցելու հիմնական պատճառը Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի բացակայությունն է։ Հնարավոր է Վենսը եւս որոշի միանալ իր թիմին բանակցություններում առաջընթացի դեպքում։ Ամերիկյան կողմը ներկայացնում են Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ուղիղ բանակցություններ տեղի կունենան Իսլամաբադում ապրիլի 27-ին։ Well, Mr. President, Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրոպային վերջապես արթնանալ։ Ըստ նրա, մայրցամաքը հայտնվել է մի եզակի ու վտանգավոր իրավիճակում, երբ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահները միաժամանակ դեմ են եվրոպական շահերին։ Մակրոնը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն այլևս հուսալի դաշնակից չէ, եւ Եվրոպան պետք է խուսափի Վաշինգտոնի այսպես կոչված վասալը դառնալուց։ an actual European player. Չինաստանը բառացիորեն սպանում է եվրոպական արդյունաբերության մեծ մասը, իսկ Եվրոպան չափազանց միամիտ է այդ սպառնալիքը նկատելու համար։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը լրացրել է չինական տեխնոլոգիական թռիչքը որակելով որպես ծայրահեղ սպառնալիք ամբողջ արտադրության համար։ Բացի այդ, ըստ Մակրոնի, ԱՄՆ նախագահի հայտարարությունները անորոշություն են ստեղծում ՆԱՏՕ-ի դաշինքի հիմնարար 5-րդ հոդվածի շուրջ, փաստացի թույլատնելով Եվրոպայի պաշտպանությունը։ Ըստ Մակրոնի, Եվրոպան պետք է դադարի հույսը դնել ուրիշների վրա եւ սկսի գործել որպես ինքնուրույն ուժ։ Պատասխանելով հարցին, թե ինչ կանի Ֆրանսիան, եթե Էգեյան ծովում Հունաստանի ինքնիշխանությունը վտանգվի, Ֆրանսիայի նախագահը նշել է. We were the continent. Եթե ձեր ինքնիշխանությունը վտանգված է, արեք այն, ինչ պետք է անեք։ Մենք կլինենք ձեր կողքին։ We always had civil wars. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Բաքու եւ հանդիպումը Իլհամ Ալիևի հետ տեղի է ունենում տարածաշրջանային բարձ զարգացումների համատեքստում։ Պատերազմից ի վեր սա Զելենսկու առաջին այցն է Հարավային Կովկաս, որի ընթացքում կողմերը կենտրոնացել են անվտանգության եւ էներգետիկայի ոլորտում 5 նոր համաձայնագրի, հակաօդային պաշտպանության եւ ԱՏՍ-ների տեխնոլոգիաների փորձի փոխանակման վրա։ Ըստ ԶԼՄ-ների Զելենսկին նաեւ առաջարկել է Ադրբեջանում անցկացնել Ռուսաստանի հետ բանակցություններ։ Չնայած Ուկրաինայի հետ կապերի սերտեցմանը ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն ջերմացել են։ Մոսկվան եւ Բաքուն կարողացել են հարթել նախկինում եղած տարաձայնությունները, օդանավի կործանումը, Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումները։ Մահապատիժը վերականգնելու ուղղությամբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնապես դաշտային մակարդակով քայլեր է ձեռնարկում։ Գերատեսչության նոր որոշման վերականգնվելու են մահացու ներարկումները, ընդլայնվելու է պատժի իրականացման մեթոդների ցանկը, ներառելով նաև գնդակահարությունը։ Գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է, որ նախորդ վարչակազմը թերացել է երկրի անվտանգության հարցում եւ այժմ նոր մեթոդներ են պետք։